Եթե ոստիկանական զորամաս, ապա մարզվող ոստիկաններ, սովորող ոստիկաններ, ճաշող ոստիկաններ, բայց ոստիկանության զորքերի 10-33 զորամասում հունիսի 30-ին մի բան այն չէր։ Թիկնեղ տղամարդկանց շարքերում կգտնեիք նրբիրան մի աղջիկա հարսանեկան զգեստով, հարսը հարսանիքից առաջ անկեղծացավ։ Ես ընդհանրապես չէի պատկերացրի, որ ինքը ինձ հավանած կներ։ Մի քիչ ես ինձ աշխատում եմ այդ միջավայրում, մի քիչ ծածուկ պահել, ավելի շատ հետազոտողի դերում լինեմ։ Շատ սիրում։ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում հարսանիք էր։ Ամուսնանում էին սերժանտ Սարգիսն ու գավառի մանկատան 17-ամյա գեղեցկուհի Աշխենը, կնքահայրն էլ գնդի հրամանատար գնդապետ Գուրգեն Գրիգորյանն էր։ Մեկ տարի առաջ Սարգիսը մոտեցավ ինձ եւ ասաց, որ ես սիրահարվել եմ մի աղջիկա, որի անունն է Աշխեն, եւ շատ հուզվեցինք։ Սարգիսին ասացին, որ դու այնպեսի մի տեղից ես աղջիկ ընտրել, որ պետք է ավելի ու ավելի շատ նվիրված լինես Աշխենին, որպեսզի ավելի ամուր ընտանիք կազմեք։ Ամեն ինչ սկսվել է 4 տարի առաջ գունդը գնդապետ Գրիգորյանի նախաձեռնությամբ ստանձնել էր գավառի մանկատան հովանավորությունը։ Իմ առաջին այսն էր որպես մանկատուն, ես ճիշտ ասած չէի էլ մտածում, որ հնարավոր է, որ ես այնտեղ գտնեմ իմ երկրորդ կեսին ու Աստծո կամոք այդտենց ստացվեց։ Դիպուկահարը նշան բռնեց ապագա կնոջ ուղղությամբ։ Մի քիչ ներվերի հետ խաղալուց, եթե իրան խթին ես գտնում կամ մազերից քաշում ես, մի քիչ ջղայնանում է։ Մեր մեջ այդ կատակով այդ աուրան է ստեղծվում մեր մեջ, մեր մեջ վիճաբանություն կամ դժվար չի դառնում։ Facebook-ով գտա եւ գրեց, որ հավանել եմ քեզ։ Ուզում եմ կողքես լինել, ոչ թե իմ ընկերուհին, իմ կյանքի ընկերուհին լինես։ Աշխենն այսպես արձագանքեց առաջին նամակին։ Հետո Տեսոր բարձր կինոն մի քիչ չեմ իջում։ Այդ օրը մենք այգով քայլում էինք, մատան երգրնեմ գնել էր, բայց ինձ չէր ասել։ Այդ օրը այգում քայլելիս մատանին դրեց մատս, ասաց կամ ստանաս ինձ հետ։ Ասի համաձայն։ Սարգսի սիրո հարցը հասավ ղեկավարությանը։ Մենք զեկուցեցինք մեր վերադասին եւ վերադասի կողմից էլ շատ հավանության արժանացավ եւ կազմակերպեցինք այս գեղեցիկ այս լավ միջոցառումը։ Այս ամենի հեղինակը գնդապետ Գրիգորյանն էր, նա էլ ստանձնեց նորաստեղծ ընտանիքի համար ամենակարևոր պաշտոնն ու դարձավ կնքահայրը։ Աշխեն Սարգիս զույգը ես վստահ եմ, որ միանշանակ շատ լավ ընտանիք է եղել, քանի որ բոլոր իրենք գտնվում են ամբողջ ոստիկանության հովանու ներքո, ամբողջ ոստիկանությունը ոստիկանապետի գլխավորությամբ հետևում են այս ընտանիքի կայացմանը եւ ջանքեր չեն խնայում, որպեսզի ամեն ինչով իրենք ապահովված լինեն, որ լավ ընտանիք լինեն։ Վստահ եմ, որ լավ ընտանիք է լինելու։ Հարսանյաց հանդեսը զորամասի ճաշարանում էր, հյուրերից մեկն էլ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն էր, իսկ գնդի խնամիները մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանն ու Աշխենի ընկերներն էին։ Եթե ընտանիքի զավակը ինչ-որ մեկը ամուսնանում է, ընտանիքում մեծ ուրախություն է, նույնը մեր զորամասում նաև մեծ ուրախություն է։ Մնում է քավորի պահանջը կատարեն։ Այո, մեզ ոչ միայն Աշխենին, այլ մենք ամբողջ մեր անձնակազմին կոչ ենք անում, որ ունենա շատ երեխաներ։ Այս դեպքում, քանի որ խաչքավորը ես եմ պայման դրել եմ, որ անպայման պետք է 7 որդու սեղան նստել։ 7 տղա։ Բայց Աշխենը կողմա։ Կոմա։ Կոմ կլինի։ Գուրգեն Գրիգորյանի հրամանը որևէ մեկը չի շրջանցում, այդ թվում ինքը։ 2014 թվականին ես ամբողջ ազնագազմին կոչ եմ արել, որ բոլորս ունենանք մեկական երեխա եւ առաջինը ծնվել է իմ տղան Տիգրանով։ Եվ ամբողջ զորամասից 450-ից ավել երեխաներ ունեցան։ Սարգսի ու Աշխենի միությունը սկսվեց ձեռքբերումներով։ Սերժանտը հարսանիքից հետո դարձավ ենթասպա։ Շուտով նորակազմ ընտանիքը կունենա բնակարան։ Զորամասը առաջիկայում կհամալրվի նոր ծառայողով։ Աշխենի մանկության երազանքն է դառնալ ոստիկան։
Այցելություններից հետո մանկատան շատ սաներ ձգտում են դառնալ ոստիկաններ, որովհետև իրենք տեսել են ոստիկանի մեջ իրոք նվիրվածությունը երեխաների նկատմամբ, սերը ոստիկանի նկատմամբ, հավատքը ոստիկանի նկատմամբ ավելի ու ավելի մեծացել է երեխաների մեջ։ Աշխենի երազանքն իրականացավ։ Շատ ջերմ ընտանիք եմ գնացել, շատ լավն են։ Իրանց համար ես ոչ թե հարց եմ, այլ աղջիկ։ Ինձ համար ոչ թե կիսուկեսն, այլ մերու հերը։ Իմ ծնողներն են իրանք։ Ինչ որ հիմա ես ապրում եմ, այդ իմ երազանքն էր, որ երջանիկ ընտանիք լիներ։ Սրանից ավել էլ չի պատկերացրի ինչ կլներ։ Մյուս երազանքները կիրագործեն միասին։